Բարի երեկո հարգելի հետևորդներ, Արմատ մեդիայի եթերում հարցազրույցն է, զրուցակիցս այսօր գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանն է։ Բարի երեկո պարոն Հարությունյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Հարությունյանն ընտրություններն ավարտվեցին եւ առաջին հերթին որպես Հայաստանի Հանրապետության ընտրող, որպես քաղաքացի, որ այս ողջ տարիների ընթացքում եւ քաղաքական, եւ տնտեսական, եւ սոցիալական հարցերից իրեն անմասն չի դրել, ինչ կասեք, ամենաշատ քննարկվող հարցի վերաբերյալ, մանդատ վերցնել չվերցնելու վերաբերյալ, ձեր դիրքորոշումը ինչպիսին է։ Շնորհակալություն հրավերի համար, անմիջապես պատասխանեմ, իրոք հարցը ճիշտ է ձևակերպված, վերցնել թե չվերցնել։ Այդ առումով ես քանի որ քաղաքական process-ների մեջ չկամ, ես չեմ կարող անկեղծ ասած իմ սովորական որպես քաղաքացի, ոչ թե քաղաքագետ դիրքորոշումը հայտնել։ Կան ավելի խելոք մարդիկ, որ process-ը սկզբից մինչև վերջ պատկերացնում են սա ինչ է, A պլան կա, B պլան կա, տարբեր պլաններ կան եւ ես չեմ ուզենա ժամ առաջ առանց անցնել եւ առանց հիմնավորման վերցնել թե չվերցնել։ Երկու դեպքում էլ կարելի է եւ հիմնավորել, վերցնելն է ճիշտ թե չվերցնելը եւ հակառակը։ Ժամանակը ցույց կտա, բայց ովքեր որ այս ծանր բեռը վերցել են իրենց վրա, հաստատ համոզված եմ իրանք այնպիսի որոշում կայացնեն, որ հիմնական ընդդիմադիր մասսան, որը որ միշտ պայքարի առաջնագծում է, իրենց դուր կգա։ Պարոն Հարությունյան, մանդատներ վերցնել չվերցնելու հարցը, եթե թողնենք քաղաքական ուժերին, խորհրդարան անցած քաղաքական ուժերին, թող իրենք դա որոշեն, այո, իսկ հիմա մենք եկեք քննարկենք ձեր մասնագիտությանն ու ձեր մասնագիտական գործունեությանն առնչվող հարցը, ինչ է կատարվում Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում։ Դուք գիտեք, ԵԱՏՄ-ն եւ Ռուսաստանը արգելում են Հայաստանից գյուղմթերքի եւ այլ արտադրանքների արտահանումը, զուգահեռաբար Հայաստանի կառավարության ղեկավարը հայտարարում է, որ հոգ չէ, մեր գյուղ արտադրանքը չենք ուղարկի Ռուսաստան, կուղարկենք եվրոպական երկրներ։ Այսօր կառավարության նիստով ընդունեցին հերթական որոշում, միլիոնավոր դրամների սուբսիդիա պետական բյուջեից կհատկացվի, որպիսի ծիրան աճեցնողը, ծաղիկ աճեցնողը, բրենդի արտադրողը իր ապրանքը կարողանա տանել եվրոպական շուկա։ Որքանով է ճիշտ այս մոտեցումը, առաջին հարցը, եւ երկրորդը, ինչու Ռուսաստանը որոշեց այսպես վարվել Հայաստանի հետ։ Հարցի երկրորդ հարցից կամ միանգամից Ռուսաստանի Դաշնությունը այսպես որոշեց, որովհետև պարզ ասեմ, դու ինձ, ես քեզ սկզբունքն աշխատում։ Նշանակում է դուք ինչպես որ ընդունում եք ինձ ու իմ քաղաքականությունը եւ տնտեսական եւ ընդհանուր քաղաքականությունը, ինչու՞ չէ նաեւ որպես դաշնակից, որպես բարեկամ, նույն ձևել ես ձեզ պատասխան եմ տալիս։ Ու պատասխանը այն ձև է տալիս, որ համեմատած դեռևս թույլ է, բայց ցավոտ տեղերին գիտենալով հանդերձ սեղմում է։ Նշանակում է, երբ որ Հայաստանը փորձում են դարձնել երկրորդ Ուկրաինա, ես չեմ վարանում այդ միտքը իմ սուբյեկտիվ կարծիքը հայտնել, եւ հիմնականում այն պատճառով, որ ամեն ինչ անում են, որ Հայաստանը դառնա հակառուսական պետություն։ Երբ որ նայում ես ինչ է կատարվում նման դեպքերում, դա սարսափելի հետևանքներ ունի։ Իշխանությունը այստեղ հակադարձում են, ասում են ոչ թե ուզում ենք Հայաստանը դարձնել հակառուսական պետություն, այլ ուզում ենք, որ Ռուսաստանը որպես մահակ սանկցիաներով մեր դեմ չօգտագործի։ Զրկենք Ռուսաստանին այդ լծակներից։ Դրա համար նորից եմ ասում, որ Ռուսաստանի Դաշնությունը չի ցույց տալիս իր գլոբալ քաղաքականությունը։ Ինքը պարզ ձեր ասած թխվածքաբլիտի եւ մահակի քաղաքականությամբ ուզում է ցույց տալ դերևս։ Ամբողջը մահակ է, մեր ամբողջ գյուղ արտադրանքը արգելել է։ Բա որ հանգարց ինքը իր երկրից դեպի Հայաստան արտահանեց, այդ ժամանակ թխվածքաբլիտի դառնությունը կճաշակենք։
դա ավելի սարսափելի է։ Ես մինչև ընտրություններն են, վերլուծականներով ես միշտ ասել եմ, ժողովուրդ, զգույշ եղեք գնահատականներ տալուց եւ մտնել մատի ու մատանու արանքից։ Հետևանքները շատ ավելի սարսափելի են։ Ինչ այս պահին կա, ոչ թե վախեցնում է, մեր սերունդը տեսել է երկրաշարժ, մութ, ցուրտ, հաղթանակած պատերազմ։ Կարող է այս նոր սերունդը չդիմանալ դրան։ Ես ասում եմ, դա չպետք է ընդունել որպես գուշ կամ վախեցնել կամ ոչ, ընդհակառակը պատրաստ եղեք տնտեսապես ավելի վատին, երբ որ դրված է քաղաքականության մեջ լուրջ հարցեր, լուրջ խնդիրներ, դրա լուծումներն են եւ շատ պարզ, եւ շատ ծանր ու բարդ։ Հիմա ես ուզում եմ տեսեք ոնց որ ընտրությունից հետո հիմա դրել են մանդատ վերցնել, չվերցնել, փողոց դուրս գալ, թե դուրս չգալ, այնպես էլ Եվրոմիություն, թե ԵԱՏՄ, սրանք ժողովուրդ լավ իմացեք, մեծ գլոբալ խնդիրներ են ցույց տալու, հիմնական հարցերը տակն է, հետո է երևալու սրա արդյունքը եւ հետևանքը, եւ մի նուրբ պահել ասեմ, բոլոր քաղաքացիներ գիտեն, որ հրապարակած թվերից մեկը մեկին ճանաչելով, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հաստատ ոնց որ շեմա անցել է 0.0004 մի քանի ձայնը, դա ուղղակի էլի հեշտական ոնց ասեմ, խապկանքի նման մի բան է, դեկորացիա է, որ ուշադրություն շեղեն դեպի այդ կողմ։ Կան խնդիրներ Հայաստանի Հանրապետության հետ կապված եւ սահմանների եւ որպես աշխարհաքաղաքական մի դիրքում ենք, որ քաչում են տարբեր ճանապարհներ, տարբեր գերտիրությունների շահեր։ Մի կողմից Թրամփի այդ թրիպը ուղին, որը բացարձակ լուրջ խնդիր է այսօր Իրանի Իսլամական Հանրապետության համար, այդտեղ մեկ խնդիր է խաչվում, Ռուսաստանի Դաշնությունը չգիտեն կոնկրետ բաց քարտերով ինչ քաղաքականություն հանդես կբերի այդ ուղղությամբ առայժմ իմ նման մարդը չի կարողանում գտնել ճիշտ կողմնորոշումը դրա տնտեսական օգուտն շատ լինելու թե Հայաստանը կարող է իսպար վերանալ այդ կարգի հարցեր եւ այստեղ ամենակարևորը երբ որ հետևում ենք մամուլին կամ լրատվականին երբ որ Ռուսաստանի Դաշնությունը դերևս չի ընդունել ընտրությունների պաշտոնական տվյալները եւ ընդունել կամ չընդունելը դերևս մնում է, որոշ երկրներ շտապում են, բայց լրատվականից պարզ է դառնում, որ Ադրբեջանում ցնծության մեջ են, Թուրքիայում դա նշանակում է, որ ինչ որ մի բան այն չի, այդ տակը ինչ կա, եւ մենք ունենք խնդիրներ, որոնք որ ժամանակ առ ժամանակ բարձրաձայնվում են, գնում է եթերով սփռվում է, հետո մի որոշ ժամանակ հանդարտվում է, որպես ինֆորմացիա, տակից ստանում են համապատասխան արձագանքներ ու գնում են կոնկրետ քայլի։ Հիմա տեսեք, կոնկրետ քայլերի հետ կապված իշխանությունը ինչ է ասում, ասում է հարգելի ջերմոցատերեր, հարգելի Ծիրանի այգի ունեցողներ, Ռուսաստանը ձեզ համար, ԵԱՏՄ-ն ձեզ համար շուկաները փակել է, ես պետական բյուջեից ձեզ փող կտամ, որ դուք ձեր արտադրանքը տանեք Եվրոպա։ Կառավարության այսօրվա նիստում է համապատասխան որոշումը ընդունվել։ Նախորդ 5 շաբթի եւս ընդունել են տնտեսվարողներին սուբսիդիաներ տալու որոշում։ Պարոն Հարությունյան, Հայաստանի Հանրապետության պետական պարտքը 15 միլիարդ դոլար է։ 15 միլիարդ դոլար պարտք ունեցող երկիրը որքան կարող է այսպիսի սուբսիդիաներ ուղակի բաշխել։ Սա 1 ամսվա կտրվածքով է լինելու, 2 ամսվա տևական, մեր բյուջեն կդիմանա այս ծանրաբեռնվածությանը։ Հիմա անկեղծ ասած Հայաստանի Հանրապետության բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով ինչ գրեթե իր ֆունկցիան չի կատարում, որովհետև ժամանակ առ ժամանակ տարբեր տեղերից փողեր է գալիս ու չգիտենք բյուջեի որ տողով է գնում ու բյուջեի որ տողով է դուրս գալիս։ Հակառակը ինչ են ապացուցի։ Հիմա ես փորձեմ այստեղ առիթից
օգտվելով մի քանի թվաբանական վերլուծություն անեմ կապված այդ հատկացումների հետ, մինչև այս պահը կատարած սուբսիդիաների հետ կապված։ Ուրեմն, երբ որ իրենց ասածների հələ իմ հիմնարար ինչ ունեմ, ինչ օպերատիվ տվյալ ունեմ, ինչ փաստաթղթային ունեմ, այդ թողում եմ հետոյի վերլուծության։ Իրենց իսկ ասածով ես կատարում եմ հետևյալ վերլուծությունը։ Երբ որ գերատեսչության ղեկավարը ասում է ինձ մոտ քննարկում էր եւ 20 ջերմոցատերեր էին եկել հանդիպմանը եւ այն ջերմոցատերերը, որոնց ընդանուր ջերմոցների տարածությունը կազմում է շուրջ 300 հեկտար։ Դա մասնագիտական առումով, որ ես տիրապետում եմ, սարսափելի ծանր ինֆորմացիա է։ Երբ որ իրենք ջերմոցների սուբսիդավորման ծրագիր էին անում, ես ասում եմ՝ մի կենտրոնացրեք էտնի ուղղության վրա եւ այդ գումարները տենց աճուձախ մի տվեք։ Այսինքն, եթե մինչեւ 5 հեկտար, 3-ից 5 հեկտար ժամանակակից ջերմոցների շինարարության համար պետությունը տվել է 3 միլիարդ դրամ գումար սուբսիդավորված տոկոսով, հիմնականում 0%։ Եթե 300 հեկտարը բաժանում ենք 5 հեկտարի, ամեն մեկ մի բլոկ, նշանակում է 60 բլոկ, 60 անգամ 5 հեկտար անում է 300 հեկտար։ Ու ամեն 5 հեկտարին եթե 3 միլիարդ դրամ են տվել, 60 անգամ 3 միլիարդ, ստանում ենք 180 միլիարդ դրամ։ Այդքան փող նկատի ունեք դուք անիմաստ ծախս է պետական բյուջեից կատարվել։ Ներողություն, ես ասեմ, այդ 180 միլիարդ դրամը բանկերի վարկային պորտֆելն է։ Բանկերը ըստ կարգի պետքա որ այդքան միլիարդի այդ 20 հոգին ապահոված ունեն վարկ, ոնց որ իրանց մոտ կարգն է, այդ կարգին համապատասխան պետքա վարկը տրամադրած լինեն, կամ երաշխիքով, կամ գրավի ծածկույթով, որտեղ ես, դուք, մենք որ գնում ենք որից է բան վարկ վերցնելու, 100 տեղից 200%-անոց մինչև ապահոված չլինի, 1 միլիոն դրամ չեն տա։ Հիմա սրա թաքնված մասը, այսինքն, երբ որ 0% է, 14%, բայց վարկ է ինքը։ Այդ 14%-ը պետությունը այդ վարկի տոկոսների սուբսիդավորումը իմ ձեր մյուս քաղաքացիների կամ այլ բիզնեսմենների, որոնք որ չեն օգտվում կառավարական արտոնություններից, իրանց վճարած հարկերի հաշվին է գոյանում։ Այսինքն 1 միլիարդ 180 միլիարդի 14%-ը 7 տարվա կտրվածքով կազմում է այնքան, այնա թող հաշվեն, ինչքան որ կազմում է մայր գումարը, շուրջ 170 քանի միլիարդ։ Չպետք է անեն, ուրա գնում, գնում է բանկերին։ Այսինքն դուք նկատի ունեք պետությունը բյուջեից փողը վերցնում է, հարստացնում է բանկերին։ Այդ տարբերակ չկա։ Բա հիմա այդ դեպքում ինչ է անում։ Հիմա ես հակառակն ասեմ, այդ 20 ջերմոցատերերը, ովքեր որ ապահովում են այդ 300 հեկտարը իրանց թվերով, իմ հետ հանգարց չմտնեն անձնական բանակցությունների մեջ, ոչ իրանց ուզում եմ տենց ճանաչել կամ շատ լավ ճանաչում են, հարց իրանք չեն, ընդունում ենք X-եր են, 20 հատ X են, այսինքն այդ 20 հատ X-ը մի հատ պետության այդքան արտոնությունները ստացել են քիչը, այս քանի տարվա մեջ այդ իրանք իրան ջերմոցներով արևտուր են արել, տվել են, առել են, գնացել են, եկել են, շահութ են ապահովել, շատերը կան, որ շատ ասնում են, պետության օգուտը ինձ կբացատրեք դրանից որն է, եթե ոչ ասենք մի 10-20 100 աշխատատեղ ստեղծել է։ Պարոն Հարությունյան, տեսեք, այսինքն ճիշտ է հարցադրումը, որ ինչու պետք է, օրինակ, գյուղական համայնքում 120,000 դրամ աշխատավարձ ստացող ուսուցչի վճարած հարկից պետությունը հսկայական ջերմոցներ ունեցող գործարարներին հիմա էլ սուբսիդիա տա, որ հասցնեն իրենց ապրանքը Եվրոպա ծախեն։ Ինչի՞ ստացվում է ուսուցիչներին
Պլյուս դրան, երբ որ գյուղացին աշխատում է, ինքը չի կարողանում անմիջապես շուկայում վաճառել, միջնորդները վերցնում են, միջնորդների վրա ավելացված արժեքի հարկ կա, այլ հարկ կա, նշանակում է ստիպված իրանք գյուղացուց ապրանքը պետք է էժան վերցնեն, որ իրանք ավելացնեն այդ տոկոսները, կարող են իրանց տնտեսությունը։ Հիմա սա դարձավ տնտեսության զարգացում, ես սա եմ ուզում հասկանալ, տնտեսության զարգացման ինչ մոդելով է առաջ գնում Հայաստանի ներկայիս կառավարությունը։ Խնդրում եմ մի բան էլ ավելացնել։ Այստեղ մենակ ջերմոցները չի։ Հեսա խնդիրը որոշակի Ծիրանի այգի ունեցողները, այո, կամփոփենք։ Հիմա նույն հաջողությամբ իրենց մյուս ծրագիրը 5000 հեկտար նորագույն տեխնոլոգիաներով հագեցված այգիների հիմնումն է։ Իրենց ասած 5000։ Եթե նույն տրամաբանությամբ ես մոտենամ, յուրաքանչյուր 1 հեկտարի ծախսը իրեն ծրագրերով կազմել է 25 միլիոն դրամ, միջինը։ Այդ 25 միլիոնից մի մասը քեշբեք հետա վերադարձվել, մի մասը էլի տոկոսի 0%-ա որպես կանոն սուբսիդավորվել է, նորից առել, երբ որ 5000 հեկտարը բազմապատկում են 25 միլիոնով ստանում ենք էլի միլիարդ, էլի այդ տոկոսով սարսափելի թվեր է։ Այս դեպքում եւ նաեւ ջերմոցի դեպքում սարսափելին որն է, որ ամբողջ ջերմոցի մատերիալը ներկրվում է դրսից։ Այդ փողը դուրս է գնում անմիջապես։ Նույնը նորագույն տեխնոլոգիաներով ցանցը, շպալերաները, կատիլայինի միջոցները, տնկանյութը, նույնը ինչպես ջերմոցներում, այնպես էլ այստեղ վարտի ելակի տնկանյութը դրսից է գալի, այսինքն այս ամբողջ փողը դուրս է գալիս հանրապետություն։ Ինչա մնում հանրապետություն։ Հանրապետությունում մնում է բյուջեից տարած փողերը, որ գնացել է բանկերի հարստացման։ Մի բան հարցնեմ, պարոն Հարությունյան, այսինքն ջերմոցատերերին, այգի ունեցողներին ձեռնտու է, որ իրենք Ռուսաստանի սանկցիաների անվան տակ հիմա պետական բյուջեից հսկայական փողեր ստանան։ Ձեռնտու իրավիճակ է հիմա իրենց համար ստեղծվել։ Նույն շղթանը։ Նույն շղթանը։ Այսինքն մենք պասերով ինչ ենք անում, աշխատում ենք, մսխելով պետական բյուջեի գումարները։ Դե հիմա ես վերլուծություն եմ անում, գնահատական է, թող համապատասխան մարդիկ տան։ Իսկ կարող ենք ենթադրել, որ այդ հսկայական գումարները պետական բյուջեից կհատկացվեն, օրինակ, ԿՊ-ական իշխանության սիրելի ջերմոցատերերին, այգեգործներին եւ այլն։ Կարող ենք ենթադրել, որ մենք մի շղթայի մաս ենք կազմում, պասերով իրար հետ աշխատում ենք։ Դրա համար ես տարբեր եթերներով ես ասել եմ, թող հրապարակեն խոշորները, դա բանկային գաղտնիք չի։ Ովքեր են 20, 30, 40 ըստ հեկտարների ջերմոցատերերը տնտեսության մեջ, նույն հաջողությամբ այգետերերը, նույն հաջողությամբ ձկնաբույզները, հիմա Հարությունյան Աշոտը միշտ եղել է սովորական քաղաքացու, սովորական գյուղացու կողքին, ինձ համար օլիգարխիկ խավը, գեշայություններ ապահովող մարդիկ, մենք մտածելակերպով էլ իրար հետ չեն կարողանում հաց ուտել։ Ելուն մնաց շահերի պաշտպանություն։ Սովորական մարդու հետ ես միշտ հաց կիսել եմ, ու կկիսեմ։ Այստեղ նայեք մի հատ ուրիշ թիվ բերեմ։ Թուղթ ու գրիչով 100 անգամ թողես հաղորդումը նայեն, որտեղ կնեն մի հատ սխալ բան, նստենք ապացուցեմ։ Հայաստանի Հանրապետությունում 30 միլիարդ դրամ է պետք, որ 200,000 հեկտար վարելահող մշակվի հացատիկային հատիկանդեղեն մշակաբույսերով։ 200,000 հեկտար 0-ից մինչև վերջ գյուղացին միայն իր հողի վկայականը տա, վարեն, ցանեն, ինչու չեն անում։ պետք է հավաքեն, տան 30 միլիարդ, այսինքն տեսեք 200,000 հեկտարը, քանի 100,000 ընտանիքը փրկի սովից, երկիրն է կապահովի պարենային ապահովությունը։ Ինչու չեն անում ձեր ասածը։ Որպեսզի երկիրը կործանվի։ Պարոն Հարությունյան, գյուղացին հողը գցի, վաղը մյուսը որ սահմանները բացվի, լքված հողերը գան, մնացածին տանեն ճորտ աշխատացնեն։ Այդ մեր։ Հիմա իսկ ինչ վերաբերվում է շահունակությունը, ես ասեմ, ժողովուրդ 180 միլիարդ դրամ, դա հավասար է այն գումարին, ոնց որ շքեշտի ժամանակ հայտարին, որ մեր ռազմական արդյունաբերության եւ այլն են հատկա։ Այսինքն պետության զինուժն ու բերել 20-30 ջերմոցը իրար հետ, դե կներեք էլի ձեռք եք առնում։ Այդ մեկ։ Երկրորդը նույնը
նորագույն տեխնոլոգիաներով այդ այգիները, ու երբ որ մենք պտուղների, մենք խնդիր ունենք։ Դա այն այգիներ, որ մենք այսօր Տիգրան Ավինյանի հայրը որ ունի, այդ այգիների մասին է խոսքը։ Անկեղծ եմ ասում, Տիգրան Ավինյանի հայրը այս դեպքում մեղմ է։ Պատկերացրեք ինքը ստորին ցուցակներում կլինի։ Այնտեղ խնդիրը շատ ավելի ոնց կարա մարդիկ կարան կանխիկ գումարով 4-5 միլիոն դոլարի հող առնեն, հետո գնան պետության ծրագրերը մղցեն։ Հետո վատը է։ Չէ, մի վարքյան, այսինքն ԿՊԱ-կան իշխանության օրոք 4-5 միլիոն դոլարով կանխիկով հող են առնում, որովհետև մեր երկրում օրենք ընդունված, որ 300,000 դրամից ավել քո կանխիկի առևտուրը չպետք է լինի միանգամյա։ Ուրեմն դա 3 չի եղել, առաջի օրը չի եղել, ոչ էլ իմ ասածից հրաժարվում եմ, այսպես կնայեմ աչքերների մեջ, անհրաժեշտության դեպքում եմ լավ ապտակ կտամ, որ հանգարց մեկը փորձի ստի, գործարքը ոնց է կատարվել։ Իշխանության հետ գործարք նկատի ունեք։ Բնական է, այսօր լիքը տնտեսվարողներ կան, լիքը, որ պետության միջոցների հաշվին, սուբսիդավորման հաշվին հարյուրավոր հեկտարներով հող են ձեռք բերել, այդ հողերը գրավ են դրել, այդ հողերի վրա ծրագիր են իրականացրել, իսկ գյուղացին մնացել է իր չոր ու ցամաք հացին են երկնքից կախված։ Եվ այս ծրագրերը մարդիկ չմտածեն, որ ես բիզնես հոտարություն չունեմ կամ չեմ պատկերացնում դա ինչա, ոչ, պատերազմող երկրի համար նման միջոցները քամուն տալ կամ անարդյունավետ կամ ինչու՞ չէ նաև ուզում է հոտված ընկրգեն փողերի լվացում, Աստված իրանց հետ։ Իսկ ուրա մնացածը 170 միլիարդ ասում եմ կգնա հիմնականում ջերմոցներ, մոտ այդքան նորագույն տեխնոլոգիաներով։ Ընդամենը 30 միլիարդ էր պետք, որ այս քասի գյուղացուն այս վիճակից անել։ Բացի դրանից նկատեցի Գյումրիի սարսափելի կարկուտը, Ստեփանավանի ու դա ոչ առաջինը, ոչ վերջինը։ Անընդհատ ասել են, այդ գումարների չնչին տոկոսը դրեք, ապահովեք ընդհանուր բերքի կորուստը։ Սարսափելի է, 2-3 հատ ջերմոցատիրոջ վարունգա, լոլիկա, ծաղիկա, իրանք են ասում չենք փոխում երկրի անկախություն, դու երկրի անկախության հետ չեք փոխում, այդ փողերը հետ բերեք։ Բերեք այս երկիրը կդառնա ամենահզորը։ Դուք որ այդ փողերը այդքան ծախսած չնենք, խառնված չեք կլինի այդ ջերմոցների Եվրոպա արտահանելու իրանք։ Տպավորություն է, որ բյուջեից փող է տալիս, որ լռեն ջերմոցատերերը։ Հիմա նորից ժողովրդի ունեցվածքը գետնին է հավասարում, միտեղ հեղերն է տանում, միտեղ երաշն է տանում, միտեղ կարկուտն է տանում, միտեղ ամենասարսափելի քաղցկեղը բանկն է տանում, միջոցներ չի ձեռնարկում, մարդկանց չի զիջում պարտքերը, սնանկությունը, չի օգնում, օժանդակում բազմաչարչար ընտանիքներին, բան դե կներեք, մի ֆուր ծաղիկ կամ մի ֆուր լոլիկ փողը տան կամ ծիրանը խեք այս բան սուբսիդավորում։ Ինչու են սուբսիդավորում։ Ես ասել եմ, ծիրանը բերք այս տարի քիչ է, միջին գներով մեր ժողովուրդը այս տարի հազիվ թե կարողանա ծիրան զգնի ուտի։ Այսինքն 2000 դրամ կարող է լինել, եթե այդքան էլ արտահանեն։ Այսօր Եվրոպա փորձեն արտահանել, նույն մեր Վրաստան, հարևան Վրաստանի առևտրականն եղածա ծիրանը կտանեն, մեր մոտ էլի ծիրանը թանկ է լինելու։ Հիմա ու Հայաստանի շուկան ընկան զգալնա 1, 2, 3, 4 մեքենա ապրանք արտահանելը եւ ներկրելը էական նշանակություն ունի ներքին շուկայի միջին սպառողի վրա։ Այսինքն դուք սովորական քաղաքացին վաղը 1000 դրամից պակաս ծիրան չուտի, ինչ է դուք քաղաքական պրինցիպների մեջ եք ինգե ԵՄ, ԵԱՏՄ, որ Փարիստանեք հայկական ծիրանը հասցնեք, ստեղինը, այսինքն երբ որ ասում են շուկայի վերլուծություն չունեն, եւ սպասվող բերք, եւ իրացում, օպերատիվ լուծումներ, արագ արձագանքում, հույս պատական բան չեմ ա։ Երբ որ դուք չգիտեք ինչքան ցանկ ունեք, այդ ցանկի դիմա, կամ այդ ոնց եղավ ընտրությունից 2 օր առաջ անցած տարվա ծորենի ցանկերի սուբսիդավորումը բերեցի գյուղերը տվեցի։ Ես բացի այստեղ ես մի բան ուզում եմ ասել, քաղաքաբնակներին, իրենց ինտելիգենտ կոչածներին, տնտեսագետներին, խելոքներին, որ գյուղի սովորական աշխատող մարդուն սրանից հետո հանգարց չփորձեն վիրավորել։ Դու գյուղում ապրող
Նիկոլ ընտրած գյուղացուն մեղադրում եք, իսկ Երևանի կենտրոնում ապրած Նիկոլ ընտրած Երևանցուն բա ինչ պետք է անեք։ Նրան էլ պետք է մեղադրել։ Դենդեից սկսեք։ Գնացեք գյուղերի վիճակը նայեք, այս գյուղերում ապրող մարդիկ ամեն մեկը շատ թե քիչ ընտրել է իր կողքը բոլորի մարդուն, մեկը վարչական ղեկավար, կապեր կա, մեկը մաքսայնում աշխատում, ես գիտեմ ներքին կուխնյա։ Հիմա ինձ ասեք, պարոն Հարությունյան, Երևանի կենտրոնում կամ ընտրապես Երևանում ապրող այն ինտելիգենտ մասսային, այն խավին, ներողություն եմ խնդրում նրանց ոչ բոլորին, որպես կանոն, բայց այդ ոնց եղավ, այդ որտեղից հայտնվեց, 1, 2, 3, 4% է տեխնիկական վրիպակներ, կեղծումներ, հանեք մի կողմ, բայց հո 30% ձայն են տվել, հո գյուղերում չեն 30%-ը տվել։ Պարոն Հարությունյան, հիմա դուք ձեր ասած այդ խեղճ գյուղացիների ճակատագիրը փորձենք հասկանալ այն պարագայում, երբ ինչպես այսօր կառավարության նիստի ժամանակ Փաշինյանն ասաց, Թուրքիայի հետ ներմուծում արտահանում խնդիր չենք ունենալու ժողովուրդ։ Այսօր ասում եմ, ես խոսել եմ Թուրքիայի նախագահի հետ, Հայաստան ապրանք ներմուծել արտահանելու հարցում, մենք Թուրքիայի հետ խնդիր չենք ունենալու։ Եթե բացում են սահման, եթե թուրքական արտադրանքը մտնում է Հայաստան, այդ ձեր ասած խեղճ ու կրակ գյուղացին ինչ վիճակում է հայտնվում։ Խեղճ ու կրակ գյուղացին արդեն հայտնվել է։ Մի պահ արդեն կար տարբերակ, որ պետությունը հոգալու էր ծրագրերով, կարգտապաշտպան համակարգերի ներդրում, մասսայի էֆեկտ ապահովող ծրագրերի ներդրում, պարարտանյութ, սուբյեկտիվիզմը թողեք մի կողմ, մթերումների կարգավորում արդեն կար, ապահովագրություն, այսինքն մեխանիզմներ էր, ցածր տոկոսով, 0%-ով վարկեր, որոշ վարկերի զիջում, այլ աջակցություններ, կամաց գյուղացին իր տնտեսությունը պետք է վերականգնել եւ ինչ որ չափով էլ արդեն տնտեսությանը տալ որոշակի օգուտ, այսինքն պետությունը, որ տեսներ իր գյուղաբնակը կարճած է իր հողին եւ իր տնտեսությունը լավանում է, դա արդեն 1+ կլներ, բայց ընդհակառակը անում են ծրագրեր, քաղաքականություն, մի տարի սուբսիդավորում են, մի տարի չեն անում եւ այսենց անընդհատ, որ որ ասում են մարդիկ հիասթափվեն, վերջնական գցեն։ Իսկ ինչ մնում է Թուրքիայի ճանապարհները բացելը, ժողովուրդ ընդունում ենք անունը Թուրքիա չի։ Ընդունում ենք Թունիսն է։ Այդ թշնամա, հələ թողում ենք այդ զուտ տնտեսական վերլուծությունով դու բացում ես մի հատ ճանապարհ, որտեղից գյուղ մտերքը հոսելու է այստեղ ոչ միայն ինքնարժեքով ցածր, նաև դեմպինգով։ Մերը հոսելու է Թուրքիա։ Մերոնց ինչ են ասում են ոչինչ ԵԱՏՄ չեք արտահանի, Թուրքիայի շուկան կբացվի, կարտահանեք շուկա։ Թուրքիա, հիմա մեր արտադրանքը հոսելու է Թուրքիա։ Հայաստանից դեպի Թուրքիա կհոսի ավտոմեքենաներով, վագոններով մեր սևահողերը, գիտեք ինչ տանջանքով պահած, ինչ գնով պահած եւ մեր քարերը։ Այլ բան մենք Թուրքիա այսօր արտահանելու ոչինչ չունենք, երբ որ թուրքական ամբողջ ապրանքը հիմնականում գյուղմթերքը, սկսա ճիր, չամիչ, լիքը մնացած մրգեղենը, բանջարեղենը ոչ միայն ռուսական շուկայում է բավականին տեսակարար քշիր կազմում, այլ նաև ամբողջ Եվրոպայում։ Իսկ Ադրբեջանի դեպքում որովհետև խոստանում ենք ընկել խաղաղության պայմանագիր, բացել սահմանները, հաստատել դիվանագիտական հարաբերությունները եւ առևտուր անել Ադրբեջանի հետ։ Մենք տեսնում ենք Ադրբեջանի տարածքով ռուսական արտադրանքը գալիս է Հայաստան, բայց եթե Ադրբեջան-Հայաստան ուղիղ առևտուր է տեղի ունենում, այս դեպքում մենք ինչի առաջ ենք կանգնում։ Ադրբեջանի հետ կապված ես ուզում եմ ասել, որ իրանց դիկտատորը պահում է տարբեր ձևերով, տարբեր ռազմատենչ արտահայտություններով սեղմված է պահում իր ժողովրդին։ Այնտեղ էլ գյուղեր կան, քաղաքներ կան, մարդիկ կան, էլի զավակ կորցրած ընտանիքներ կան, որտեղ օրու սարսափելի վիճակում են։ Այնտեղ էլ մի հատ փոքր կայծ եւ Հայաստանից ահավոր վիճակ կլինի նաև այնտեղ հիմնականում պահողը նավթային ռեսուրսներն է, դա է, թե չէ սոցիալ տնտեսական վիճակով, բայց
նույն վիճակն է։ Իսկ քաղաքականությունը, հռետորաբանությունը իրենք ոնց որ իրենց մանկապարտեզներից սկսած դաստիարակում են հայատյաց քաղաքականությունը, որ մեծանան կոմանդոնը։ Մեր մոտ փոխանակ են մանկապարտեզից սկսած հայրենապաշտություն, մեր հերոսներին մեծարել պաշտությունը, հիմա էլ բան, սենց լոյալ բան չգիտեմ ինչ թշնամական հարաբերություններ չլինի։ Մի բույսի տարբերակ են, բանը ոչ մի հերոսա պատում արդեն չկա, ոչ մի հաղորդաշար չկա, բարձրացնել չկա, բարձրաձայնել չկա։ Այդ տեսեք, այլ որ նա ծրագիր դնեին հատուկ տնտեսության, այդ կան միլիարդներ ունենք։ Մի քիչ գումար դնենք այդ զովազների ընտանիքներին առավել ուշադրություն դարձրեք։ Սոցիալ-տնտեսական, ոչ թե հազար անգամ ներողություն այնքան որ հա, նույնը մեր ծերերի թոշակներն են, ոչ միայն ծերերի, այդ թոշակի տարիքի մարդկանց 10,000 դրամը թոշակ եք բարձրացել, բայց դա աշխատեց։ Միլիարդները։ Դա տեսեք ոնց աշխատեց, ընտրություններից 2 ամիս առաջ 10,000 դրամով թոշակ աշխատել, բարձրացնելը։ Կրկնում եմ, մի մեղադրեք մարդիկ, որոնք որ այսօր օրվա հացի կարոտ են, ցավը իրոք ֆիզիկական ցավը խեղդում է, բայց ինքը հիվանդանոց գնալու էլ ոչ մի տարբերակ չուներ, այսօր ստիպված, հասկանում եք, այդ գիտեն որ պետության միջոցներից է, գիտեն որ ուրիշ խնդիր է, գիտեն որ նախընտրական է, բայց մարդը տարբերակ չունի։ Հասկանում եք ֆիզիկական ցավը, ատամի ցավից սարսափելի ականջի ցավից, բայց մարդը հիվանդանոց գնել, որովհետև շատ-շատերը կտրված են ինչա կատարվում մարզերում, հեռավոր գյուղերում։ Ահա որ վիճակը, հազիվ քաղաքականություն են դրել տարանջետելու իրարից, հանել իրար դեմ, թումատ այդ գյուղաբնակները, բանեն է, ոչ, հələ ինչ մի քիչ նամուս թասիբ մնացել է, հələ այդ գյուղերում կա որ պետք է պահենք որ այս ազգը կարողանա նորմալ գնալ, չի կարելի անընդհատ թույլին խփել, այն որ մեկին գցում են անընդհատ ոտքով խփում են, ասում են վախ մեջքս, ասում են քո գլխին են խփում, փորին են խփում, դա ասում են որ մեջք ունենա դուք ինձ այդպես կխփեք։ Հիմա այդ իրականությունն է։ Եվ նաև պարոն Հարությունյան, բաց մնաց հարցը, որքան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն կկարողանա այս ծանրաբեռնվածությանը դիմանալ։ Բյուջեից 1 ամիս կսուբսիդավորեն ըստ ձեզ, 2 ամիս, 3 ամիս, սա որքան է տևելու։ Իմ այն որ ասում եմ կարճ խելքով, ասեմ հետևյալը, քանի Հայաստանի Հանրապետության կառավարությունը իր արժև դրված խոսք արտաքին քաղաքականության մասին է, ձևակերված հարցերը, խնդիրները, որտեղ ինչ տարբեր տեղեր քննարկել են, խոստացել են, լավ է, վատ է, թողում ենք վերլուծաբանել։ Մինչև այդ խնդիրները, քանի դեռ չի կատարել, Հայաստանի Հանրապետության բյուջեն, ինչքան իրանք հեռախոսը վերցնեն, զանգեն, այդքան փող կլցնեն։ Բայց վատ, սև փող, կեղտոտ փող, ու այստեղ դժվելու է ժողովուրդը։ Մի կողմից են փոքր տնտեսությունները կործանվելու են, մեծերը կրկին հարստանալու են, որոնք նաև Հայաստանում ապրել-չապրելու խնդիր բացարձակ չունեն, միշտ օգտվողի կարգավիճակում են, մնացած առումով։ Գիտես, սարսափելին ստե հայրենասերների, երկիր պաշտոնների, պետականություն պաշտոնների արժանապատիվ քաղաքացիների խնդիրն է մնալու, որովհետև հասկանում են ինչ մարտահրավերների մեջ են կանգնած, բայց այսօր կառավարությունը պատրաստ է իր քաղաքականությունը իրականացնելու համար, ասում եք 15 միլիարդ դոլար պետական պարտքայը։ Իրանք խնդիր չունեն, մեկ էլ կվերցնեն ևս, երկուսը կվերցնեն, երեքը կվերցնեն, որովհետև ոչ ազգային ժողովը վերահսկողություն արել մինչև հիմի այդքան միլիարդները ոնց են շրջապտույտ կատարել, ոնց ես այս կանը հասկանում եմ, պատկերացնում եմ, վերլուծում եմ, որ ամբողջ օրը գլուխսել 100 տեսակ խնդիրների մեջ վերլուծելով, գնալով, գալով հարյուրատ խնդիրներ ու իրանք այնց բազմած իրանց աթոռներում չեն պատկերացնում ինչա կատարում այս երկրի տնտեսության հետ, բյուջեի հետ, այս երկրի խելոքը ես եմ
Ես եմ հասկանում, ես եմ գալիս բարձրաձայնում, ոչ, նշանակում է ունեն հանցավոր համաձայնություն։ Ասացիք հանցավոր համագործակցություն, ում հետ։ Այսինքն ես որ տեսնում եմ, վերլուծում եմ 300 հեկտար ջերմոց, 170 միլիարդ դրամ, համապատասխան տոկոսներ, 5000 հեկտար նորատունկ այգիներ, անգամ 25 միլիոն, այդ միլիարդները, ժողովրդին չտրամադրված միլիարդները, վարկերի զիջումները, այս ամեն ինչ էս 5 տարի է, թե 8 տարի է, այսենց լենտով եկել է, հասել է այսօրվան, չէ՞, տարբեր վերահսկողական ֆունկցիաներ իրականացնող մարմիններ ունենք, ազգային ժողով, հակակոռուպցիոն, դատախազություն, ինչ ասել, վերահսկիչ պալատ, այդ թվերի չեն հասկանում, չեն պատկերացնում, ինձ չեք համոզի եւ ինձ չեք խաբի։ Եվ այստեղ ես ասեմ նաեւ հետեւյալը. իսկ այդ միլիարդներից ընդամենը ես ասեմ ձեզ, ես հաշվեցի նոր մտովի, ընդամենը Հայաստանի Հանրապետությանը, գյուղատնտեսությանը, մեքենատրակտորային պարկեր ստեղծելու համար ամեն գյուղում հագեցած նոր տրակտորներով, լրիվ նոր գործիքներով, շարքացաներով եւ հողերը մշակելով կան թող ցույց տամ, օրինակ եգիպտացորեն մշակելու համար սկզբից մինչև վերջ կոմբայնով քանի միլիոնի տեխնիկա է պետք։ Հացատիկային մշակաբույսեր կոմբայն քանի միլիոն։ Երկուսն իրար հետ գումարած պլյուս մինուս կազմելու է 75 միլիոն։ Նորից հիշեցին ձեր ասած 180 միլիոնը։ 75 միլիոնի մի գյուղի համար ամբողջ տեխնիկայի բազան թարմացրած, նորացրած։ Էդ էլ բազմապատկենք, ասենք, քանի համայնք ունեն գյուղական, մոտարապես 34 անգամ 75 միլիոն անում է 300 միլիոն դրամ 4 գյուղում, որ մի հատ պարկ լներ, բայց միևնույն է ամեն գյուղում, անգամ 10, արեց 3 միլիարդ, անգամ 100, արեց 30 միլիարդ, մի հատ էլ բազմապատկենք, թողանի 300 միլիարդ դրամ, այսքան տարում ամբողջ գյուղերը նոր տեխնիկայով հագեցրած կլնեն, ու տարեկան կարային Բելորուսիայից էլ այդ տեխնիկան բերեն, Ռուսաստանից էլ բերեն, որոշ բաներ Եվրոպայից եւ միանգամից ռիսկի չերեն, ու թող պետությունը կամաց ինքը իր գյուղերը զարգացնելով մուլտիպլիկատիվ էֆեկտով գնար։ Մի կողմից կարող է պաշտպանը արած լինեն, ապահովագրությունը արած լինեն, մասսայի էֆեկտ ապահովող ծրագրերին արած լինեն, այս տեխնիկայի պարկերը արած լինեն եւ մթերումները ապահովված լինեն, կդառնա Իսրայելից ուժեղ երկիր։ Ձեր ասած 5-ից ոչ մեկ փաստորեն չեն արել։ Ոչ։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ Մարմատ մեդիայի եթերում զրուցակիցս Աշոտ Հարությունյանն էր, կհանդիպենք վաղը։